Fake News-ի եթերում զրուցում եմ համահայկական ճակատ կուսակցության վերահսկողական հանձնաժողովի ղեկավար, համահայկական ճակատ բարեգործական հիմնադրամի տնօրեն, արդարադատության փոխգնդապետ Արթուր Ավետիսյանի հետ։ Պարոն Ավետիսյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Օրերս խորհրդարանում ականատես եղանք իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների ծեծկռտուքին եւ հայհոյախոսությանը։ Ինչ է կատարվում մեր երկրի բարձրագույն մարմնում։ Ժողովուրդը տեսավ, մի անգամ էլ տեսավ, թե ինչ է կատարվում մեր ազգային ժողովում, ընդդիմությունը եւ դիմությունը, ոնց որ ասած, այդ կուսակցությունները, որոնք հիմա գտնվում են ազգային ժողովում եւ կառավարում են, sense ասած, մեր ժողովրդին, օրենքներ են ընդունում, իրանք ցույց են տալի սա հանրությանը, թե ինչ մակարդակի են իրանք գտնվում։ Առաջի հերթին մենք կարող ենք խոսալ հենց քաղաքական այն ասպարեզի մասին, որը դեռևս հայտարարություն է բերում մեր այս իրողությանը։ Դուք նայեք, Նիկոլ Փաշինյանը իր թիմով, եթե Նիկոլ Փաշինյանն չի լինում, իր թիմը լրիվ արդեն լկտիացել է եւ ամբիոնից եւ ամենտեղ սկսում է հայհոյանքներ հնչեցնել, վիրավորել մարդկանց, ուզում է անդիմադիր լինեն, ուզում է անդիմադիր չլինեն, կապ չունի։ Առաջի հերթին մեր ժողովուրդը պետք է տենա, որ ազգային ժողովում գնում է համերաշխ աշխատանք, կարող է եւ անպայման պետք է լինի բացասական մոմենտներ, սակայն այդքան լկտի, այնքան ցածր, ոնց որ ցույց են տալի ժողովրդին իրենց դեմքերը, դա անընդունելի է։ Անընդունելի է թե ընդդիմության համար, թե դիմության։ Մեր իշխանությունը խոսում է այն մասին, որ ակտիվ պայքարում է կոռուպցիայի դեմ։ Ասում են անհանդուրժող են կոռուպցիայի հարցում, սակայն լրագրողական հետաքննությունների արդյունքում բացահայտվում է, որ այս իշխանությունը հենց ինքն է ներքաշվել տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ։ Այս մասով ինչ կասեք։ Դե նայեք, իշխանությունը միշտ արդեն 2018 թվականից խոսում է, միայն խոսում է։ Այս վերջերս արդեն այդ որ ճնշումներ եղավ մի քիչ հանրության կողմից, որ ոչ մի բացահայտումներ այտենց էլ դուք չեք ցույց տալի կոնկրետ ինչ բացահայտումներ կան, նոր ինչ որ տենում ենք ինչ որ շարժեր։ Ու այդ շարժերը գիտեք ինչ, ամենաշատը ոնց որ ընկել են Ռոբերտ Քոչարյանի հետևից։ Բայց մենք լավ գիտենք, որ բացի Ռոբերտ Քոչարյանը շատ պաշտոնավոր անձինք կային եւ կան, որոնք նույնպես շատ մեծ թալանով են զբաղվում, ու այդ թալանի ընթացքում մեր հանրությունը, հասարակությունը, մեր ժողովուրդը շատ վատ վիճակի մեջ հայտնվեց։ Սակայն մենակ Ռոբերտ Քոչարյան, ու մենք այս վերջերս տենում ենք ինչ որ միլիոնների մասին են խոսում, դրամերով միլիարդ, դոլարներով միլիոն, բայց երբ որ հանրությունը միշտ խոսացել է միլիարդ դոլարների մասին։ Ինչ է ստացվում։ Ստացվում է թազա էլի նորից մի հատ ինչ-որ շոու են կազմակերպում, որ հանրությանը ինչ-որ մի բանով կերակրեն, այդ դրանից հետո էլի այդ հարցը փագեն, կամ չեմ հասկանում։ Այդպես։ Նաև նրանք ասում են, որ հատառատ վերադարձել են նախկինների թալանածը, սակայն իրենց կառավարման 7 տարիների ընթացքում արդյոք ինչ-որ մի պաշտոնյայի նրանք պատժել են։ Դե ես այդ դրա մասին էլ ասեցի, մենք մինչ օրս 18 թվականից չենք տեսել, որ ինչ-որ դատավարությունները գնում էին, կանգնեցնում են, սաղեցվում էին, փակվում էին, բայց կոնկրետ անձնավորություններին, որոնք պատժվել են մեծ կոռուպցիոն սխեմաների մեջ, մենք չենք տենում, սակայն տենում ենք ուրիշ բան, որ ինչ-որ փոքր, միջին, չնչին, ինչ-որ մի հատ հատվածներում, ինչ-որ մարդկանց մոտ մի բան կատարվում է հիմա հանրության մոտ, այդ մարդկանց տուգանում են, այդ մարդկանց հետևից ընկնում են, գալիս են այս վերջերս մտնում են բնակարաններ, լրագրողներին տանում են, ծեծի են ենթարկվում եւ մնացածը ոնց կարելի է այդպես, ես չեմ հասկանում, այն խեղճ ժողովուրդը ընդհանրապես
զայրացած է, սակայն մենք տենում ենք մեր հանրությունն էլ, որ շատ պասիվ է իրան թողում այդ հարցերում, քաղաքական հարցերում, երևի սա հոգնել են, սակայն այդպես չի կարելի, որովհետև պետք է բռունցք լինի, այդ բռունցքով ժողովուրդը թազա ղեկավարություն ընտրի։ Իսկ ձեր ասած իրանց ներսի կոռուպցիայի մասին, մենք տենում ենք, որ իրանք դա դրել են ինչ-որ պլատֆորմայի վրա, որը կոչում են, որ ստանում են պարգևավճարներ, դրա համար իրանց աշխատավարձները բարձր է, ճիշտ է, իրանց աշխատավարձները բարձր է, իրանք ստանում են պարգևավճարներ, իրանք գրանտեր են շահում, իրանք տարբեր սխեմաներով կարող են գումար աշխատել եւ ցույց տալ, որ դա օրինական է։ Բայց մենք տենում ենք, որ նույն այդ սխեմաները կարող է բացվեն հետո ուրիշ օֆշորային այդ գումարները գնան ուրիշ օֆշորային պետություններում ծախսվեն այն ձևով, ինչ իրաց պետք է։ Ինչ կասեք իրավապահ համակարգի մասին, կա այն համոզմունքը, որ այդ համակարգը ոչ թե օրենքով է գործում, այլ կոնկրետ մեկ հոգու ուղղորդությամբ։ Միանշանակ դա տենց է, որովհետև մենք տենում ենք, որ իրավապահ մարմինները հիմա կուտակվել են, ոնց որ ասած Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի շուրջը, ուրիշ գործերով իրանք չեն զբաղվում, միայն այն գործերով, որոնք պետք է Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին։ Այդքան ոստիկան, որոնք հիմա ստանում են բարձր աշխատավարձներ, ես չեմ ասում, որ իրանք չպետք է ստանան բարձր աշխատավարձներ, սակայն քանակը մեծանում է։ Նայեք, թազա մեքենաներ են գնում, այն էլ բրենդային լավ Volvo-ներ են տենում, էլեկտրական մեքենաներ, բայց այդ պարագայում մեր բանակը ինչ վիճակի մեջ է, մեր անվտանգությունը ինչ վիճակի մեջ է։ Մեր անվտանգությունը ընդհանրապես բաց է։ Մեր բանակը չի համալրվում այն զենքերով, այն ամունիցիաներով, ամեն ինչով ինչ որ պետք է, իսկ ոստիկանները ամեն ինչ ստանում են եւ բարձր մակարդակի վրա, որ պաշտպանեն միայն իրանց, որ հանգարցակի մի հատ մաս իրաց գլխից չընկնի։ Բայց սա ժողովուրդը հեչ, վաղը մյուս օրը, երբ որ մեր հարևան ասած թուրքերը գան մտնեն մեր Հայաստանը, ով է պաշտպանելու մեր սահմանները, ոստիկանները սիրուն հագնված։ Ոչ, այդ ոստիկանները պետք է նաև գնան առաջնագից, եթե պետք լինի, սակայն այս պարագայում առաջնագծում մենք տենում ենք ով են գտնվում, էլի մեծ մարդիկ են գտնվում, էլի չնչին գումարներ են ստանում, նորմալ չեն սնվում, նորմալ չեն հագնվում, նորմալ զենք զինամթերք չունեն, իսկ հարևան պետությունները ամեն ինչով զինվում են ու սպառնում են մեր պետությանը օրից օր։ Խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել զինվորական ծառայության մասին նախագիծը, որով սահմանվում է, որ զինվորական ծառայությունից խուսափելու համար պետք է վճարեն 15 միլիոն դրամ, իսկ 18 տարեկանում պարտադիր զինվորական ծառայությունից ամբողջովին ձերբազատվելու համար պետք է վճարեն 20 միլիոն դրամ։ Կասեք, այս նախագիծը, այս օրենքը ինչ սպառնալիքներ է պարունակում եւ ինչի կարող է հանգեցնել։ Դե նայեք, դա լրիվ խայտարակություն է, որովհետեւ առաջի հերթին շեմն են բարձրացնում, մինչև 27 տարեկան էր, որ կարող էին 27 տարեկանից արդեն պարտադիր զինվորական ծառայության չգնան։ Հիմա շեմը բարձրացնում են, դարձնում են 37 տարեկան, բացի դրանից, ոնց որ դուք ասեցիք, 15 միլիոն դրամ են պահանջում այն մարդկանցից, ովքեր ինչ-որ բանով խուսափել են ծառայությունից, հիմա գալի ներկայանում են եւ չծառայեն։ 15 միլիոն դրամը մեծ գումարներ է, հասկանալի է, որ ամեն մեկը չի կարա տա։ Եվ 20 միլիոն դրամը, որը 18 տարեկան զինակոչիկը, որ պետք է գնա բանակ, եթե նրա ծնողները կամ բարեկամները կամ հարազատները, ես չգիտեմ, կամ ընկերները վճարեն այդ գումարը, այդ զինակոչիկը կարող է ազատվի եւ չծառայի հայրենիքի համար։ Ինչա դրանից մղում, առաջնահերթ նայեք, ուրեմն հարուստ մարդիկ, որ տիրապետում են լայն կապիտալները, հանգիստ իրանց երեխաներին
կազատեն բանակից։ Արդեն դա հասկանալի է, եթե այդ նախագիծը անցավ, ազգային ժողովում օրենք ընդունվեց, ուրեմն ով պետք է ծառայի բանակում, աղքատ մարդկանց, ոչ թե աղքատ, միջին մակարդակի մարդը չի կարա $50,000 չափ փող մուծի եւ իր երեխային ազատի բանակից։ Մարդիկ է կլինեն, որոնք էլի միջին ապրում են եւ ինչ որ բնակարան ունեն կամ ինչ որ մի հատ փոքրիկ խանութ ունեն, կարող է դա վաճառեն, որ իրանց երեխային ազատեն բանակից։ Ազատեցին, հետո իրանք պիտի ինչ որ կերպ ապրեն այդ ընտանիքը, ուրեմն կամ էլի կլքեն հայրենիքը, կգնան ուրիշ տեղ փող աշխատելու, որովհետև ստեղ տենում եք ինչա կատարվում, ընդհանրապես էկոնոմիկան իջնում է, ապրանքները բոլորը բարձրանում են, գները աճում են, մարդիկ չեն հասցնում ոչ մի բանի հետևից։ Իսկ այդ պարագայում ինչ կլինի, ծառայող չի լինի արդեն, ծառայողի քանակը կչանա, մեր հայրենիքը էլի պաշտպանող չի լինի։ Իսկ դա միայն ձեռատալի մեր թշնամիներին, որոնք հանգիստ հետո կգան կմտնեն մեր հայրենիքը առանց մի փամփուշտ կորցնելու։ Պարոն Ավետիսյան, եւս մեկ անգամ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Համահայկական ճակատ կուսակցության վերահսկողական հանձնաժողովի ղեկավար, Համահայկական ճակատ բարեգործական հիմնադրամի տնօրեն, արդարադատության փոխգնդապետ Արթուր Ավետիսյանն էր։